Ացարատից եք դուք, թե Գավառից։ Այս փոխհաստատացնա ոչ Գավառը, չէ՞։ Այո, պրես, Հաշմերուկ։ 61 թվից քաղաքը։ Ուրեմն 61 թվին Ացարատը միացրել են Կոմոյին, ժամանակ Կոմո քաղաք էր կոչվում, որ ամայքների խոշորացում։ Բանի քաղաքների խոշորացում։ Արդյունաբերությունը զարգացավ Քյավառի մեջ, Ացարատը հետ գնաց։ Լրիվ հետ գնաց Ացարատը մինչև այսօր։ 14 թվականին հավաքվանք, ասինք Ացարատը անջատենք, պարզնենք այս վիճակից։ Վերջը կառավարությունը չհամաձայնվավ։ Մի լավ է, իրանք առանձնացրել են։ Սա Գավառն է, Ստիծենյան Ացարատն է։ Մի համայնքների խոշորացում եղավ։ Համայնքների խոշորացման ժամանակ բոլոր համայնքապետարանը աշխատող ունի։ Մենք չունենք աշխատող, անտեր ենք, լրիվ անտեր ենք։ Այս հալդ նկարեք Ացարատ։ Ացարատ մենք ումն ենք ենթարկվում, ով ենք, ինչ ենք։ Անտեր ենք, տերովի ենք։ Ինչ են թերե Գավառ համայնքին։ Առաջ Ացարատ էր, ստե Ացարատ թաղամաս էր կոչվում, բանի ազնագրերի մեջ նշված էր Ացարատ թաղամաս։ Չէ, ստե Բուրնազյան փողոցի բնակիչ ենք, քաղաք Գավառ, Բուրնազյան փողոց, բայց փերը առանձնացրել են։ Էսա իրականությունը։ Էսա երկու ասֆալտ արել են։ Ասֆալտ ուրիշ ոչինչ։ Ես ամբողջ Հայաստանում ասֆալտից բացի ինչ են անում։ Այդիկ իմանում եք։ Տեղստեղ խնդիր է։ Թոշակառուներ սող բողոքում են, լրիվ խնդիր է։ Բացի ասֆալտից ուրիշ բան չկա Հայաստանում, ես այդ կոսեմ։ Ասֆալտ մեկ էլ փրեն ասֆալտին հետ։ Բան ասել։ Ուրեմն բավականին երկրի պարտք ավելացել, չէ՞, 7 տարվա ընթացքում արտաքին պարտք ավելացել։ Այդ արտաքին պարտքը Բերեին ամենք բանում մարզում, գոնե 500 միլիոն, 300 միլիոն աշխատատեղեր բանան են։ Այսօր որ ամբողջ ժողովուրդը լցված առավոտ որ շուտ կակ, ամբողջ ժողովուրդը թում Երևան աշխատելու։ Երևանի խնդիրն էլ, Երևանը թեթևանար։ Ոչ մի բան չեն արել, մի հատ ասֆալտ անելով ինչ, որ ինչ։ Վարդենիսից, Մարտունա, Գավառից, Սևանից, Ճամբարակից, այսենց գազելներ իրար հետևից հեռ չեն տալու։ Ատոնք մարդատար գազելներ են, որոնք ստեղից աշխատող ձեռքը էթումա դեպի Երևան, շինարարության վրա աշխատելու։ Ինչ պետք է անա, իր տունը պետք է պահա կամ չէ լքա երկիրը։ Գավառում կար կոնդենսատորի գործարան մինչև 10-13 հազար բանվոր էին աշխատում։ Էլեկտրոյից հետո Ուրեմն ունեինք կարի ֆաբրիկա, ունեինք մեխանիկական գործարան, ունեինք ճշգրիտ գործարան, կաբելի գործարան, կարի ֆաբրիկա, տրիկոտաժը, տեսեք հələ թվարկելով չեմ հասցնում ասել, այսօր ինչը կա։ ճշգրիտ սարքավորումների գործարանի այսօր փակել են գնացել են։ Գոնե բերեին, գոնե մի հատ երկու հատ ամեն շրջանում, ասենք մսկոմբինատը հողին հավասարեցրին։ Յուղարտը աշխատում է թեթև, տերը պահպանել է աշխատում է, պանիր են արտադրում։ Բայց մնացածը զրոյից հավասարեցրին, Մնացեք տեսեք մսի կոմբինատի տեղը կգտնեք։ Քանդել են շենքեր։ Չկա, տեղ չկա։ Կոնդենսատորների գործարանը 11000 բանվոր, 13000 էլեկտրոն էր աշխատում ժամանակին, 11000 կոնդենսատորների գործարան։ Էն էլ է շուտով արդեն հավասարվի բան։ Մարտունա, ես 25 տարին եմ աշխատում։ Մարտունա ստեղ աշխատում։ Դրա մասին պետք է մտածեն, թե չէ ասֆալտ են արել, հետո եսի ինչ են արել, խոսքերով ասենք երկիր չես ժողովրդին չես կերակրել։ Պարոն Իսպիրյան, ասֆալտը անում են եկամուտների հաշվին, ոչ թե պարտքի հաշվին։ Պարտքը վերջին ասալ զենք եմ օրել, ինչ պարտք։ Այ դեսել է ասեմ։